Մյուզեյմին ուր է։ Պարոն Ալեքսանյան, Իշխան Սաղաթելյան այսօր հայտարարեց, որ իրավիճակը դահլիճում լարվեց այն բանից հետո, երբ իրենք ցեղասպանության թեմայով նախագծի մասին բարձրաձայնեցին։ Այդպես է թե չէ։ Կատարյալ սուտ է, ուղղակի այն աստիճանի սուտ է, որ չգիտեմ էլ ինչա, ուղղակի լայվը հետ տվեք, նայեք։ Իրանց խմբակցության ներսում երկու հոգի վիճում է։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն է անում, ասում է, ոնց որ իրար հետ այդքան էլ հաշտ չեք, նստեք, կանգնեք, նստեք եւ այլն, այս թեմայով։ Իշխան Սաղաթելյանը, որ այս վերջի 5 ամսվա մեջ երևի առաջի անգամ ազգային ժողով էր եկել, տեղից ինչ որ իրավիճակը լարում է, ու հետո sense մամուլով վերնագրեր է գնում սինխրոնացված ընդդիմադիր, կեղծ վերնագրեր, թե իբր ցեղասպանության ուրացման բանաձևով եւ այլն, այդպես նախագիծ են իրան, մեկ նախագիծը որ բերեն իրանք են դատվելու առաջին հերթին։ Էդ էլ ասեմ էլի, որ հանկարծ հարց չմնա, իրանք են դատվելու, որտեվ բա իհարկե դաշնակցությունը հանրապետականը, բա որտեվ իրանց իշխանության ժամանակ է եղել, որ Ամերիկայի փոխնախագահ Ջո Բայդենը այդ ժամանակ փոխնախագահն էր հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը իրենց խնդրել է, որպեսզի ցեղասպանությունը չճանաչեն, եթե ուրացում եք ուզում, պոզով փոչով կենթանի չի, այդ ուրացումը իրանց շարքերում է, իրանց մտքերում է, իրանց սրտերում է։ Ցեղասպանության այտենց ուրացողների թոփ 5-ը 10-ը հանրապետականի ու դաշնակցության թոփ 5-ը 10-ը որպես այդպես։ Այսինքն ու նաև շատ սինխրոնացված մամուլով այդ վերնագրերը, թե այս թեմայով օրինագիծ կար ու դրանով էր պայմանավորված, միանգամից վարկյանական ձևով։ Օրենքները հետադարձուց չեն Ալեքսանդր սովորաբար։ Դե ես էլ կարծում եմ ցեղասպանություն ուրացողները նախկին ժամանակով չեն լինում ու իրանք կշարունակեն ցեղասպանությունը ուրանալ նաև ապագայում, բայց այնուամենայնիվ Պարոն Ալեքսանյան, բայց տեղական ժամանակի այս խոսույթը կա, այսինքն իրենք էլ ձեզ են մեղադրում, որ Դե իրանք շատ բան են անում, հիմա կա փաստ ու կա իրանց ասածը, որը փաստ լինելուց բավականին հեռու է։ Փաստը Ջո Բայդենի հայտնի է տեսանյութն է, որտեղ ամերիկահայ երիտասարդը մոտենում է, ասում է, ես հայ եմ, ցեղասպանություն, ինձ ասում է, մի վարքյան, այդ ժամանակ դեռ բավականին ավիոնով լեցուն էր պարոն Բայդենը ու ասում է, ձեր նախագահը ինձ խնդրել է որպեսի ես չճանաչեմ, մենք չճանաչենք ցեղասպանությունը, որտեղ դա կխանգարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մեր իշխանությունն է հայտարարել, որ մեր իշխանության ժամանակ, ուզում եմ ֆիքսել, մեր իշխանության ժամանակ Ամերիկայի նախագահներին ոչ մեկը այդպես բան չի խնդրել, ու եթե հիշում եք, մեր իշխանության ժամանակա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել է ցեղասպանություն։ Բայց ինչի Արարատ Միրզոյանը այդ դեպքում ասում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին ճիշտ ասա, բացատրեմ, ինչ նշանակում առաջնահերթություն։ Առաջնահերթություն նշանակում չէ, ես թույլ տվեք իմ մեկնաբանությունը տամ, դուք հետո եթե դիտարկում ունենաք, խնդրեմ։ Առաջնահերթություն նշանակում է հետևյալը, որ երբ որ գնում ես ինչ-որ օտարերկրապետության ներկայացուցիչի հետ հանդիպման, առաջին բանը, որ խոսում ես, քո առաջնահերթությունն է։ Այսինքն գնում ես, ասում ես, ճանաչեք ցեղասպանություն։ Հիմա օրինակ մենք գնում ենք Ֆրանսիայի հետ հանդիպում ենք Ֆրանսիայի մեր ներկայացուցիչների, մեր առաջնահերթությունը հետևյալն է, օրինակ մեզ ինչ զենք կծախեք հարգելի ֆրանսիացի գործընկերներ։ Մետո երբ որ գնում ենք Հնդկաստանի հետ հանդիպման, ասում ենք մեզ ինչ զենք կծախեք, այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է պնդել, որ պետք է միջազգայինորեն ճանաչել Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի դա։ Թուրքիան պետք է ընդունի հայոց ցեղասպանության փաստը, բայց այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը երբեք չի պնդել, որ Սերժ Սարգսյան օրինակ նման բան ասել, Հայաստանի Հանրապետությունը, որ Սերժ Սարգսյանը մի վարքյան, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչյանը երբևիցե չեն պնդել, որ Թուրքիան պետք է ցեղասպանությունը ճանաչի, նոր լինի հարաբերությունների կարգավորում։ Իրանք պնդել են, որ պետք է լինի հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Բայց այս ընդդիմության մասով այս մի թեման բաց մնացել է, այս կներեք, որ ասում են, թե դրա պատճառով լարվեց սինխրոնացված կերպով ընդդիմադիր մամուլով այս կեղծ տեղեկատվության գնալը, որ ուղիղ հակասում ուղղակի լայվը բացեք, նայեք, տեսեք ինչից են խոսում այդ բանից առաջ, միջադեպից առաջ, ու տեսեք ինչա վարկյանական ուղղակի ռուսական մամուլը վերցրեց։ Ես տենց արագությամբ որ ռուսական մամուլը հայկական մամուլից բան վերցնի, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հիշում։ Պարոն Ալեքսանյան, դերակատարության հետ կապված Նիկոլ Փաշինյանը Սփյուռքում հայտարարեց, որ դեռ պետք է տեսնենք ինչպես է տեղի ունեցել, ինչ զոհերի թվի հաշվարկ էի կանում այսօր։ Ով էր անում։ Ինչն է պետք է զոհերի թիվը ով է կասկածի տակ։ Եթե ասում եմ դեռ պետք է հասկանանք ինչ է։ Դե պետք է հասկանանք ինչպես է, օրինակ դուք չեք ուզում մենք հասկանանք թե ոնց է տեղի ունենում։
ունեցել։ Չէ, ամբողջությամբ չի տվել, օրինակ պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Էս իմ կարծիքն եմ ասում, ինչ ասում, հանկարծ չվերագրեք ինչ որ մենք։ Իմ կարծիքն եմ ասում, իմ ընկալմամբ պետք է հասկանալ երիտթուրքերը ոնց եկան իշխանության։ Դաշնակցությունը ոնց օգնեց երիտթուրքերին գալ իշխանության, ցեղասպանությունը կատարելուց անմիջապես առաջ։ Մեծ կապ ունի, պետք է հասկանալ մեր պատմությունն է, չէ՞ ժողովուրդ ջան։ Ոնց ինչ կապ։ Երիտթուրքերին իշխանություն բերեց Դաշնակցությունը։ Դուք չգիտեք, ձեր համար նորություն է։ Ձեր համար նորություն է դա։ Հաճիշտ ասես չգիտեք, Թուրքիայում տեսեք, հետո էլ ասում եք, օգնեց, չեմ ասում ամբողջությամբ ինքը արեց, բայց միանշանակ է, որ օգնեց, բայց իմ համար զարմանալի չի, որ չգիտեք, հենց դրա համար եմ ասում, պետք է ուսումնասիրենք ու խոսենք այդ մասին, որտեղ այո, Դաշնակցությունը եղել է երիտթուրքերի, կարելի ասել կոալիցիոն գործընկեր։ Դաշնակցությունն է եղել այն ուժը հայկական Հայաստանի ներսից, հայերի ներսից այն ուժը, որը որ օգնել, աջակցել է երիտթուրքերին, Օսմանյան Թուրքիայում հասնել։ Դա ինչ է տալու, պարոն Ալեքսանյան, ես դա բացահայտեցիք, դա ինչ է տալու, որովհետեւ Ժորժը մեր պատմություն չէ, մեր որ ուզենային կասեցնել, վաղուց կասեցնեին, չէ, ընդհանրապես պետք չի կասեցնելով ասում պետք է։ Պարոն Ալեքսանյան, դուք երբ անից եք ստանձնել Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանությունը։